Այսօր օրինակ հայտնվել են բանում, հա, դաշնակցականների, ոնց հասկանում եմ տատներում ընդդիմադիր գործիչների, այդ ընդդիմադիր գործիչների կամ այն ընդդիմադիր խմբերի, որոնք ժամանակին իշխանության են եղել։ Ժողովուրդ ջան, ձեր իշխանության եղած ժամանակ, հարգելի դաշնակցություն, ձեր կոալիցիա եղած ժամանակ, այս նույն նմանատիպ գործողությունները արվել են ձեր ընդդիմադիրների նկատմամբ։ Դուք եք բացել այդ Պանդորայի արկղը, դուք եք ստեղծել են այլանդակ եւ այլասերված համակարգը, որ այսօր թակում է ձեր դուռը։ Այս ամենակարևոր միտքն է, որը պիտի հասկանան։ Եվ նախկին իշխանությունները, որոնք այսօր տենց սրտաճմլիկ ու լացակումած կամ չգիտեմ, այլ բնույթի հայտարարություններ են անում, պիտի հիշեն, որ սա իրանց ստեղծած այլանդակ համակարգն է։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին պիտի հասկանա, որ չբարեփոխված արդարադատության համակարգը դա այն նույն համակարգն է, որը որոշ ժամանակ հետո, որովհետև Նիկոլ Փաշինյան, դու հավերժ չես, դու չես կարող որևէ մեկը հավերժ չի պաշտոնավորում, եւ որ բայց որ դու համակարգը չբարեփոխած պայմաններում դու հեռանաս պաշտոնից, այս նույն բանը թակելու եւ այսօր Նիկոլ Փաշինյանի սատարողների հետևից են գնալու։ Նրանք, ովքեր արդարացնում են այսօր այս process-ները, եթե դրանց հիմքում ինչ որ բան իրականում չկա, իսկ ես ճիշտ ասած մի քիչ վերապահումներով եմ մոտենում այս բանին, մտքին, ինչու, որովհետև մենք միջև այս պահը երևի, չգիտեմ, մի 6-7 անգամ լսել ենք ինչ որ ահաբեկչական գործողությունների, հնարավոր ենթադրյալ գործողությունների մասին, ինչ որ խմբեր կալանավորելու, ձերբակալելու, ինչ որ գործեր հարուցելու մասին, բայց ժողովուրդ ջան, ասում եմ, սիրելի ժողովուրդ, խնդրում եմ, բոլոր լրատվականները խոսում են կամ Նիկոլ Փաշինյանները գրառումներ էր անում ահաբեկչական ինչ որ խմբեր կանխելու մասին, բայց նախ զուգահեռաբար հեծանիվ էր քշում փողոցում, իսկ ահաբեկչության վտանգ ունեցողը ահաբեկչության զոհ դառնալու վտանգ ունեցող մարդը հեծանիվ փողոցում չի քշում սարերով ու ձորերով ու տարբեր երկրների փողոցներով, այդ առաջինը։ Երկրորդը խնդրում եմ շարունակությունը նայեք, այդ գործերից ինչ կա։